Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո։ Բարև ձեզ, դուք միացել եք երկրի թիվ 1 թոք-շոուին։ Այս կադրերում Ռոզա Երջանիկ է, իր երեխաների կողքին նա դեռ լիեր հուսով ապագայի պայծառ հեռանկարով, սակայն միակընթարթում ամեն ինչ 2014 թվականի հուլիսի 30-ին ողբերգական ավտովթարի մեքենայի ուղևոր 30-ամյա Ռոզան զորփացնելով իր երկու անչափահաս երեխաներ։ Թորնիկների ապագայի և նրանց ծանոթ մասին անհանգստությունը հանգուցյալի մորը Արուսյակին այսօր բերել է երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար։ Ստոպ 30 կիսաբաց լուսամուտներից ներս։ Կիսաբաց լուսամուտների տաղավարում է Ռոզայի մայրը Տիկին Արուսյակը, բարի երեկո Տիկին Արուսյակ։ Ունեք կիսաբաց լուսամուտների ցավակցական խոսքերը, ուզվել պետք չէ, եկեք հասկանանք այս իրավիճակից դուրս գալու տարբերակները։ Նախ եւ առաջ կուզեմ պատմեք մեզ մի փոքր Ռոզայի մասին։ Նա 30 տարեկան էր։ Ինչ էր հասցրել այս կյանքում, բացի երկու հրաշալի երեխաներ ունենալը։ Ոչ բան առանձնապես հիմնական տառապանքատես է եղբոր հիվանդանալը, հիվանդ պահելը, անտուն մնալը։ Ինչ է եղել եղբոր հետ։ Քացկեղով հիվանդացավ 11 տարեկանում, մահացավ 14-ում։ Ինչով էր զբաղվում Ռոզան։ Ութ ավարտելուց հետո ոչ մի բան, քանի որ ես զբաղված էի տղայից խնամելով։ Նրանից հետո, երբ որ արդեն տղաս մահացավ, աղջիկը սկսեց աշխատել մատուցողուհի, ես էլ աման էի լվանում։ Հետո, երբ որ երեխաները ծնվեցին, սկսեց ինքը մասուսել, կարանել, ես էլ կողքից էի օգնում, քանի որ ես էլ եմ դերձակ եմ, մասնագիտություն։ Ինչ ցանկություններ ուներ երեխաները լույս աշխարհ երբ են եկել։ Տղան 2007 թվականին, աղջիկը 2010։ Ով է երեխաների հայրը։ Ես չեմ իմանում, չեմ ճանաչում, ուղղակի ցանկացավ երեխա ունենալ։ Ամուսնություն չի եղել։ Ամուսնություն չի եղել, առաջին անգամ ամուսնալուծվել է ու հիասթափվել էր, չէր ուզում։ Ինչն էր պատճառը ամուսնության բաժանման։ Չեմ իմանում, ես այդ ամուսնունը չեմ տեսել, դա փախցրել էր։ Ներողություն։ Ես հասկանում եմ, որ անգամ եմ տեսել։ Դուք հիմա կարող եք ժխտողական քաղաքականություն վարել, ես հասկանում եմ ձեր իրավիճակը դստեր մահից հետո 20 օր է անցել, բայց որքանով է լուրջ խոսել այն մասին, որ դուք տեղյակ չեք նրա տղամարդկանցից եւ տեղյակ չեք թե որտեղից են երեխաները ծնվել, չեք տեսել։ Ինքը չէր ուզում, որ ես իմանայի երեխաների հայրը ով է։ Ուղղակի կողքից լսել եմ, ասեց, որ նորմալ առողջ մարդ է, սիրուն տղամարդ է այդքան։ Ահա, նու երեխաները շատ սիրուն երեխաներ են, ենթադրել կարելի է թե հայրիկի եւ թե մայրիկի դեպքում, որ տեսքի խնդիր չի եղել։ Այնուամենայնիվ, ինչ պահվածքի վարքի տեղ է ձեր աղջիկը եղել, ազատամիտ է եղել, շատ տղամարդկանց հետ է կյանքը կապել։ Ես գիտեմ, որ չէ, ինքը գնում էր մասուսելու, հիմնականում ինքը տունն է եղել, 1001 ուշամին դուրս գար, էնել գնում էր ընկերուտնից զանգում էր, ասում էր հեսա գալիս եմ։ Երեխաները ինքնուրույն երեխաներ ունենալու հանգամանքը քննարկման դրվել է ձեր ընտանիքում, ձեր ու նրա միջև։ Չէ, ես եմ ցանկացել հիմնականում իրան առաջարկել են, քանի որ ոչ մի ազգական, ոչ մի բարեկամ չունենք, որ գոնե իմ մահից հետո ինքը մենակ չմնա։ Ինչն էր անհաջող առաջին ամուսնության տղամարդու դեպքում։ Դե ասում էր, որ իրան դու պետք է աշխատես, ինչ ձևով ուզում ալենի, ինձ պահես։ Տղամարդը։ Որքան ժամանակ են ապրել միասին։ Երևի 2 ամիս։ Ընդամենը։ Ես որքան է ճանապարհը դեպի ամուսնություն եղել, մինչև ինչքան են ծանոթ եղել։ Ասում էր ինչ որ բավականին ժամանակ, բայց մոտավորապես ինչքան չգիտեմ։
Որտեւ ես գիշեր-ցերեկ աշխատել եմ, ինքը գալիս էր, ասենք իմ գործի տեղը, մի պահ երևում էր մի ժամով ու գնում։ Փոքրիկ դադարվորից հետո կիսաբաց լուսամուտները վերադառնում է տաղավար եւ փորձում հասկանալ 30-ը, ինչ շեմ էր, որը բաժանեց մեր այսօրվա գլխավոր հերոսուն, կյանքի ու մահվան սահմանին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում, բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքրում։ Կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնալ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Իսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտների հիմնադրամը օգնում է հարյուրավոր ոչ մի խնդիր, ոչ մի խնդիր, որ երբևէ մեր թողարկումներում անպատասխան եւ հիմա մենք կոչ ենք անտարբերություն բողոքելու գողարեն, օգնել այն մարդկանց, որ ունեն դրա կարիք, մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխա, մեկ մոր արդյունք, չկա ավելորդ օգնություն, փոքր նվերներ, որը միավորում է։ Կատարեք դրամական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Ստոպ 30 դուք դիտում եք կիսաբաց լուսամուտներ, շնորհակալություն, որ ընտրել եք երկրի գլխավոր թոք շոուն, մենք վերադառնում ենք տաղավար, հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Այն ստեղծված է, որպեսզի մենք միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում են, կամ էլ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգահարեք մեր թեժկիտ +374 60 50 33 17։ Տիկին Արուսյակ, եթե կարելի է խոսենք դեպքի անմիջական օրվա վերաբերյալ, ինչ օրեր, ինչպես սկսվեց օրը։ Բոլորս տան ենք երեխաների հետ, սովորական, սուրճ ենք խմում, երեխաների հետ հաց ենք ուտում, ոնց որ նորմալ ընտանիքներում։ Զանգ եկավ ընկերուհիներ, ասեց, չգիտեմ ինչ առիթ, ուղղակի լսում էինք, իր քնելու սենյակում էր խոսում, մի քիչ բարձր ջղայնանում էր, ասում էր, չէ, չեմ կարող գալ։ Ինքը զանգեց, ինքը աղջիկս ցած դրեց, ինքը նորից զանգեց, այտենց շարունակ, ասեց լավ ման բնա մի ժամ կմասնակցեմ այդ, չգիտեմ ինչ առիթը ու կգամ։ Բայց եթե տեսնեի ժամը 100%-ով չէի թողնել, ուղղակի մենք որ միշտ ուշ ենք քնել, չմտածեցի, որ այդքան ուշ է։ Ինձ թվաց դեռ երևի մոտավորապես 10 այլ է։ Բայց չմտածեցի, որ այդքան ուշ է։ Իագնալուց հետո երբ տեսա ժամը, զանգեցի, որ ինքը հետ կա, նոր արդեն ասեց հետ եմ գալու, մամ ասեց։ Ինչպես ստացվեց, որ նոր էր տանից դուրս եկել, դուք զանգահարեցիք եւ նա արդեն հետ էր գալիս։ Չէ, 3-ին ինքը դուրս եկավ, բայց Գիշերը 3-ին։ Հա, ես հետո եմ տեսել հեռախոսի մեջ ֆիքսված, որ այդ ժամին է դուրս եկել։ Ահա։ Երեխաներն էլ էին այդ ժամին արթուն, Տիկին Ռոզա։ Երիկը հա, մեծը հա։ Հետո մինչև ես չեմ քնում, ինքը չի քնում։ Իսկ դուք ինչու քնած չէիք։ Գործ եմ անում, հարթ եմ անում, տան գործ եմ անում։
Տիկին Արուսակ, նկատեցիք, որ գիշերվա ժամը 3-ն է, դուք ժամանակի զգացողություն չունեք։ Կորցրել է այդ պահին, չգիտեմ։ Եվ զանգահարում եք աղջկան, որպեսզի նա Տեսա, որ արդեն 3 հանցականի, այսինքն մոտ մի ժամը լրացրել, ասեցի, ուր է սպասի, մի ժամից կգամ, ասեց, մամ, արդեն հետ եմ դառնում, ու ես քեզ կզանգեմ։ Զանգելուց 3 րոպե հետո մահանում է։ Հետո եմ իմանում, որ ժամը 4-ին է դեպքը պատահել։ 57 զանգահարել եմ։ Ինչպես է լուրը ձեզ հասնում։ Խոնոց չէր տամ, անհանգիստ էի, որտեղ 2 հեռախոս ուներ, մեկը զանգարում էի անհասանելի էր, մյուսը զանգը գնում էր չէր վերցնում։ Ասեցի, էլի չի պատասխանում, ինչի չի պատասխանում, առավոտյան 6-ի թե 7-ի կողմերը քննիչը զանգահարեց, ասեց ձեր աղջկան հետ այսինքն բան է պատահել, ճիշտն ասած չհավատացի, զանգահարեցի իր ցած դրեցի, նորից զանգահարեցի, տեսա քննիչն է վերցնում, արդեն ես խառնվեցի, հարցրեցի, ուրա ինչա, չասեց որ մահացել է, ասեց վերակենդանացման բաժնում է։ Իրականում ինչ էր տեղի ունեցել։ Ով է եղել ղեկին։ Ես չեմ իմացել, հետո եմ իմացել, որ ինչ-որ սևակ է եղած, գանունել չեմ իմանում։ Ահա։ Ես թաղումից հետո, այդ 7-ից հետո եմ իմացել, որ ովքեր են եղել։ Ով է եղել հորդորողը տանից դուրս գալու այդ ժամին։ Ընկերու անունը ես չգիտեի, հետո քննիչից իմացա, որ մեքենայի մեջ եղել է շողիկը։ Ծանոթ չեք չեմ ճանաչում, ոչ դեմքով, ոչ ընդհանրապես չեմ ճանաչում։ Շողիկը, Սևակը, որ ղեկին է եղել եւ Ռոզան, 3-ն են եղել մեքենայի մեջ։ Չասում եմ 4 հոգի են եղել։ Ահա։ Եվ եւս մեկը, ուր են ուղևորվել կամ որտեղից են վերադարձել։ Իմ աղջկա ասելով գնում էին ինչ-որ նոր մեքենան նոր է եղել, ինչ-որ նշելու, թե ծնունդ նշել, ինչ-որ մի բան նշելու, հետո ասեցին, որ մեքենան նոր է եղել, նոր են գնել, ուզում են նշեն։ Նրանց ծանոթ է եղել միայն շողիկին։ Ես չգիտեմ։ Ես շողիկին չեմ ճանաչում, ես չգիտեմ, ընկերուհին շողիկն է եղել, ասում են։ Ոչ մեր տունը ոչ մի աղջիկ չի եկել, չի գնաց իր ընկերուներից, որ ասեմ, հա, այս մեկին գիտեմ։ Միտումնավոր չի թողել Ռոզան, որպեսզի դուք ընկերուհիներին ճանաչեք, եթե այսօր մենք վերլուծություն անենք։ Չէ, ասեց, քանի որ իմ տունը փոքր երեխաներ կան, ընդհանրապես ես ոչ մեկին ոչ վստահում եմ, ոչ ուզում եմ գնամ։ Մի 2 հոգի էին, ասենք։ 4 ուղևորներից պատահարը խլում է միայն ձեր դստեր Ռոզայի կյանքը։ Մյուս 3-ին մարմնական վնասվածքներով տարբեր աստիճանի տեղափոխում են հիվանդանոց։ Թաղմանը որևէ կերպ արձագանք, աջակցություն եղել է։ Վարորդի հարազատները, Սևակի հարազատները, մինչ օրս էլ իրանք են, ինչ որ կարողանում են օգնում։ Թե թաղումն է, թե հոգեհացն է, թե գեզմանի սարքերն է, իրանք են, ինչքան որ կարողանում են։ Դուք զանգ ստանալուց հետո միանգամից զանգարում եք ձեր մտերիմ ընկերուհուն։ Սուսաննային, խնդրում եմ, որ մեքենա ճարի գնանք հիվանդանոց Ռոզային տեսնելու։ Ես առաջարկում եմ տիկին Սուսաննային էլ Պետրոսյան մասնակից դարձնել այսօրվա մեր զրույցին եւ հիշել այդ չարաբաստիկ երեկոն։ Տիկին Սուսաննա Պետրոսյանը, գալիս եք Իսաբաց լուսամուտներ դիմավորեք։ Բարի երեկո տիկին Սուսաննա, ինչպես ստացաք այդ զանգը տիկին Արուսյակի կողմից, կհիշեք։ Կարող եմ հիշել, որտեղ այդ օրը ժամը 7:26 զանգ տվեց լացակումած, որ ոստիկանություն զանգեք, որ երեխեն չկա, աղջիկներ չկա, գնանք հասնենք հիվանդանոց։ Ես զանգել եմ կենտրոնական ոստիկանություն, կապնվել եմ օպերի հետ, ժամը, ոչ եմ պետի զեկուցի, որ կարողանանք թույլ տա, որ մենք կարողանանք գնանք։ Արուսիկին վկալենք, որ գնանք հիվանդանոց։ Հետո ինչ որ
չգիտեմ ինչ պատճառներով չի ստացվում, ուշում գնացի հասա իրանց տուն, ասում որ Ռոզիկը չկա, սա չի կարա տենց բան լինի, կարող է սխալմունք ա եղել, պետք է կոնեք տենանք, իմանանք, էդի ճիշտ ա, ճիշտ չի, ասեցին չէ, իրոք ճիշտ ա։ Տիկին Արուսակ, դուք սիմվոլիկ եք համարում 30 թիվը, որը հասկանում եք միայն Ռոզայի մահից հետո։ Ինչով է պայմանավորված այդ ուշադրությունը 30-ի վրա եւ հատկապես ստոպ 30 արտահայտությանը։ Այդ իրավոտանավորները հուշատետերը բացեցին, կարդում էին, հետևը մեր ծանոթներից մեկը, որ եկել էր առիթով, Ռոզայի մահվան առիթով, Այդ ասեց, Արուստոտ ասեց, հետևը գրած է ստոպ 30, այդ ոնց հասկանանք ասում է, զգում էր, թե ինչ էր անում, որ 30 տարեկան ու ամսի 30 է։ Տիկին Սուսե, հուսով եմ ուշադրություն դարձրեցիք այդ գրվածքին, ստոպ, կետ, 30 եւ այսօր հարգելի հեռուստադիտող դուք էլ ունեք հնարավորություն մեր էկրանների վրա որպես վերնագիր եւ վերտառություն տեսնելու այն, ինչ կերպ ավարտել է իր նամակը Ռոզան։ 30 թիվը ինչ-որ մի կերպ, ինչ-որ այլ կերպ շրջանառվել է նրա կյանքում, թիվը որպես օգտագործ։ Ես ոչ մի բան չեմ նկատել, ոչ մի բան։ Անկամ ես չեմ էլ իմացել, որ ինքը այդպես բան ա գրել, որ գրել է ստոպ 30, իր մահից հետո եմ իմացել։ Միայն փաստորեն 30-ը գործածված է այս դեպքում այստեղ եւ 30-ը մի պայմանավորվածություն ունի հանգամանք։ Մահը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 30-ին, երբ Ռոզան եղել է 30 տարեկան։ Չգիտեմ, Տիկին Սոսեն ուշադրություն կդարձնի դրա վրա եւ դա ինչ-որ մի կերպ կապ ունի թե ոչ, բայց մենք այսօր հնարավորություն ունենք էկրանների վրա փորձելու հասկանալ, թե ինչպիսին է եղել նաեւ Ռոզայի ներաշխարհը բանաստեղծությունների միջոցով եւ այն տողերի, որը այսօր նա թողել է իրենից հետո։ Նայենք էկրանին։ Հակեմ աչքերս, ու էլ չշնչեմ, հուշերիս ծովում հավերժ խորտակվեմ, որ քեզ չհիշեմ ու չտարապեմ, մեր սիրո համար պատիժ չկրեմ, հոգիս, ես ինչպես իմ սիրտը մաքրեմ, քո հանդեպ սերս ինչպես մեղմացնեմ, ինչպես քեզ նման ուրիշ բախ, ինչպես իմ աչքերում աճեմ, իմ աչքերից թախիծը վանեմ, թախիծով լեցուն նայում եմ հեռու, չեմ ուզում ապրել անցյալով, աչքերիս խորքում արցունք է դողում և երկու կաթիլ վայր են գնում։ Սիրելով է մարդը տարանում, սիրելով է խելոքանում և սիրուց է գիշ դառնում։ Սիրուց է, որ մարդու հոգին թորանում է, սիրուց է, որ մարդու սիրտը հազիվ է բաբախում։ Սերը մարդուն թև և հոգու մեջ լույս, սերը մարդուն և սր է տալիս և սրտեր են անում։ Սիրելով է մարդը կյանքում նոր բարձունքների և սիրուց է նա անգճվում և ամեն ինչ կորցնում։ Սերը սիրող սրտեր է քանդում, սիրով վերքեր ծալվում և սրտեր է դառնում։ Սերը հանք է, սերը վանք է, սերը դամի մեծ տանջանք, սերը դաժան, բայց դե չէ, որ սերը կյանք է, ասացեք, մարդիկ բարի, ասեք ինչ է կատարվում, չէ, որ սերը ինչպես գալիք, ոչ ոքի չի հարցնում։ Այն պարզ է, որ Ռոզան շատ հուզական ներաշխարհ է ունեցել եւ պարզ է, որ նա եղել է սիրահարված։ Կարող եմ ասել, որ այդ սիրո պատճառով նա կրել է եւ տառապանք, եւ թևերը երբևէ ստացել։ Այնուամենայնիվ այն պահին, երբ որ կատարվել է այս դեպքը, Ռոզան եղել է սիրո անկման մեջ։ Այսինքն ինչ որ մի պահ նա իրեն հեռու է զգացել սիրուց։ Երբեմն մարդիկ իրենց դնում են ավտոմատ ռեժիմի վրա, այսինքն այն կյանքը ինչով իրենք ուզում են ապրեն, սիրված լինեն, չեն ստանում եւ ապրում են ոնց որ ստացվում է։ Եվ բոլոր հոգեբանները գիտեն, մարդու համար դժբախտությունները եւ տհաճ պատահականությունները հենց այդ պահին են լինում, երբ մարդը նպատակային չի ապրում։ Այսինքն ավտոմատի վրա է, ինչ եղավ։ Երբևէ չեմ տեսել Ռոզային
կարծում եմ, որ նրա հոգին հիմա խաղաղվեց, որտեղ բոլորս լսեցինք ինչ է իր մեջ կատարվում։ Սփոփվեք նրանով, որ ձեր աղջիկը այդքան սիրող, այդքան նուրբ ներաշխար է ունեցել, անկախ դրանից, թե ինքը փաստացի ինչ կյանքով է ապրել։ Տիկին Արուսյակ, ներողություն, նախնական զրույցում դուք ասում եք, որ մահվան մասին միտքը որոշակի ժամանակ թևածում էր արդեն նրա գլխում եւ դրա մասին նա շատ հաճախ էր խոսում։ Ինչ տեսակ էին զրույցները մահվան մասին։ Գալիս էր կատակով ասում էր, մամ, գիտես, դագաղների տեղը տեսել եմ, վարդագույն դագաղ, քարերով սիրում, մարդ կուզենա հավեսի համար էլ պարկի։ Այդ ասում էր, որ հանկարծ կմահանամ ինձ վարդագույն դագաղով։ Եվ մի խնդրանք էլ ուներ բացի վարդագույն դագաղը։ Որ իր երեխա մահանամ իմ երեխեքին որ չթողնի։ Տեսակ Խնդրեմ մարամ։ Տիկին Արուսյակի խոսքերը, որ ցիտում է Ռոզայի կանխատեսող իրականությունը, այն մասին է, որ Ռոզան ունեցել է ինտուիցիայի մակարդակում որոշակի մտքեր։ Ստոպ 30-ը հետաքրքիր է շատ, բայց ես կսպասեմ տիկին Սոսեի մեկնաբանությանը, չնայած կարծում եմ, եթե հոգեբանորեն մոտենամ հարցին, ապա նա կցանկանար 30 տարեկանում ինչ-որ մի բան ստոպ անել, որպեսզի 30-ից հետո էլ այդպես չանի, էլ այդպես չապրի։ Ես ավարտն ու վերջաբանը չեմ կարողանում գտնել ինչու, բայց ձեր շատ բան չիմանալը իմ մոտ կասկած է ծնում։ Դուք շատ բաներ եք ասում, որ չգիտեմ, դա ձեր տեսակ մորը նման չէ այն դեպքում, երբ որ դուք նրան խրախուսեցիք ունենալ 2 երեխա, ունենալ, որպեսզի մենակ չլինի։ Այսօր դուք ունեք այդ երկուսը, այդ 2 երեխաները։ Իրականում Ռոզայի ձեռագրին ուշադրություն դարձրեցի, որտեղ հոգեբանաձեռագրաբանական վերլուծությունը ինքը որպես ախտորոշիչ զենք է մասնագետի ձեռքին նաև։ Այնտեղ ոչ նպատակասլաց մարդու ձեռագիր էր, այնտեղ դեմոնստրատիվ մարդու ձեռագիր էր, այնտեղ ինչ-որ մի բան սկսած ու ավարտին չհասցրած մարդու ձեռագիր էր տարբեր դետալների շնորհիվ։ Վերլուծվում է մեծատառը, վերջակետը, որոշակի տառերի հետ կապված մասնիկներ։ Ես կարծում եմ, տիկին Արուսյակ, Ռոզան այդպես էլ չսկսեց ոչ մի բան։ 8-րդ դասարանից հետո դուք ինքներդ փաստում եք ինչպիսի կյանքով էր նա ապրում, եւ դուք ինքներդ շատ բաների վրա աչք եք փակել։ Ես ուղղակի սա ասում եմ նրա համար, որտեվ ես դրսում տեսա Ռոզայի աղջկան։ Կխնդրեմ, որ եթե դուք եք հոգ տանելու, անպայման նույն ճակատագրին նրան չնախապատրաստեք։ Ոչինչը երեխայի համար չէ, ոչինչ, թող կրթություն չստանա, ոչինչ, թող այսպես չլինի, ոչ։ Նրանք պետք է գոնե ապրեն։ Չեմ ունեցել, որ յան դասի ուղղակի տուն չենք ունեցել։ Հա, իրականում հասկանալի է, բայց ոչ թե սա մեղադրանք է, այլ փաստում եմ ձեր ասածից։ Բարեկամ էլ չեմ ունեցել, որ ինքը մնար։ Դուք այսօր մենակ չեք, դուք այսօր 2 փոքրիկ բարեկամ ունեք։ Թող հոգին լուսավորվի։ Փոքրիկ դադարից հետո մենք վերադառնում ենք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար եւ փորձում հասկանալ տեղի ունեցածի շարունակությունը։ Հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտների հիմնադրամը օգնում է հարյուրավոր ոչ մի խնդիր, ոչ մի խնդիր, որ երբևէ մեր թողարկումներում անպատասխան եւ հիմա մենք կողք ենք անտարբերություն բողոքելու փոխարեն օգնել այն մարդկանց, որ ունեն դրա կարիք, մեկ ճակատագրել, մեկ երեխա, մեկ մոր արժանապատվություն, չկա ավելորդ օգտություն, փոքր նեղերներ, որը միավորում է։ Կատարեք դրամական փոխանցումներ հաշվեհամարներին։
Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն, բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում, բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կամ Կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնալ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Իսաբաց լուսամուտներ։ Ստոպ 30 դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, մենք վերադառնում ենք երկրի թիվ 1 թոք շոուի տաղավար, եթե նոր եք միացել մեզ, ծանոթացեք թեմային։ Այս կադրերում Ռոզա Երջանիկը իր երեխաների կողքին նա դեռ լիեր ապագայի պայծառ հեռանկարով, սակայն միակնթարթում ամեն ինչ 2014 թվականի հուլիսի 30-ին ողբերգական ավտովթարի հետևանքով մեքենայի ուղևոր 30-ամյա Ռոզան զորփացնելով իր երկու անչափահաս երեխաներ։ Թորնիկների ապագայի եւ նրանց ծանր հոգեվիճակի մասին անհանգստությունը հանգուցյալի մորը Արուսյակին այսօր բերել է գլխավոր թոք-շոուի տաղավար։ Ստոպ 30 կիսաբաց լուսամուտներից ներս։ Ես տաղավար վերադառնալով առաջարկում եմ լսել նաև Ռոզայի մտերիմ ընկերուհուն Գանեին, ահա թե ինչ ասեց նա մեզ հեռախոսազրույցի ժամանակ։ Ինձ ինքերուհի զանգեց լացելով ահա որ լացելով գիտես որ Ռոզիկը մահացել ես շոկի մեջ եի սիրում ինքը մի յուրահատուկ որ հասցին իրան Ռոզիկը իրան վատը չեն կարա էլի սաղ զղջում են մահվան բար սաղ աղջիկի դուրս գալ ինքը շոկի մեր Ռոզիկը Սուրյան ասում է Ռոզիկը ջահել ես բանը Սմեր չէ շատ հեշտ է խապահել ես սիրում եմ բան իսը ես որ մեռնեմ դագարով թաղեմ չկալի տես բան չասես Փաստորեն ամեն տեղ է շահարկվել այդ վարդագույն դագաղի պատմությունը։ Տիկին Սոսե, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչ մեկնաբանություն եք տալիս եւ արդյոք այս սիմվոլիզմը որևէ ճակատագրական հանգամանք ուներ։ Բարի երեկո։ Իհարկե ցավում եմ, որ 30 տարեկան աղջնակ է կորցրել։ Չեմ ուզում ասեմ Եգոր Ցապաճարեն, ինքը շատ ազատամիտ է դասիրակել իր աղջկան։ Ափսոս, որ այդ հենց հիշարժան ուղեղին ծրագիր է տվել, որ 30-ը իր ստոպ կյանքի վերջին օրն է, եւ ուղեղը այդ օրը ինքը գինով ցած կարելի է ասել, ճանապարհ անկել ու այդ իրողությունը տեղի է ունեցել։ Մի քիչ վարքագծի մեջ, չգիտեմ, պետք էր անդադ հետամուտ լիներ։ Մի քիչ ծնողը շատ ոնց կարելի է ասել, թերություններ է ունեցել, ոնց կարելի է 20 տարեկան հասակում աղջկանը ասել, այդքան գեղեցկուհի աղջկան, ասել գնացեք ձեր համար երեխա ունեցեք, վաղը մենակ կմնաք։ 20 տարեկան գեղեցկուհի ամենաընտիր տղան իրան փեսացու կլներ։ Չգիտեմ այդ մենակ 1000 անգամ ներողություն ամբարո աղջիկներն են այդ քալին գնում, որպեսզի երեխաներ ունենան։ Ամուսնացել է, ոնց ասեմ,
մի քիչ այլ բաներ եմ տեսնում, չեմ ուզում ես փաղացել ամբողջությամբ բացեմ, որովհետև քո հոգին, քո հոգու վիշտը ես քո հետ կիսում եմ։ Չի կարելի այդպես։ Չեմ կարա ես տղամարդու հոգ ստանալ։ Կամ գիշերվա ժամը 3-ին, ոնց կարելի է տնից դուրս գալ, իր երկու փոքր բալիկներին թողնել ու ինքը գնալ, չգիտես երբ կվերադառնա։ Ու իմ կարծիքով այդ ներսի շրջապատը շատ նողկալի շրջապատ է եղել։ Վարդագույն դագաղը ինքը արխետիպ է նաև հոգեբանության մեջ։ Վարդագույն դագաղ մարդը, եթե երազում տեսնում է եւ այդ սիմվոլների տեսանկյունից նայենք, այն է, որ դեռահասության տարիքի խնդիրները վարդագույնը նա միշտ ցանկացել է թաղել։ Վարդագույնը առհասարակ աղջիկների, պատանեկան գույնն է եւ տարօրինակ է, երբ որ մենք հասուն կանանց աղջիկներին տեսնում ենք վարդագույն գույների մեջ կամ այո, վարդագույն ինչ որ ատրիբուտիկա օգտագործելով դրանք լինեն բլոկ, այո, երեխայական, խոսքը դրա մասն է։ Եվ այս դեպքում էլ կարծում եմ բացառություն չէ, դա քարերը, այսինքն այն ամեն ինչ ուշադրություն է գրավում այդ տարիքում, ես տեսնում եմ, որ Ռոզան միշտ ցանկացել է խորը թաղել, բայց նաև շատ ուժեղ հուզական կապ է ունեցել Տիկին Արուսյակի հետ, այսինքն ես կարծում եմ այդ ավտոմատ ծրագիրը, որ մասնագետները փաստում են, նաև տվել է Ռոզան իրեն ձեզ չնեղացնելու եւ ձեր խոսքից դուրս չգալու համար։ Այստեղ կարող եմ շատ հնարավոր է Մարիամ ջան, որ մենք այս պահին չենք կարող այլևս որոշենք Ռոզայի հոգեբանական տարիքը։ Նա եղել է 30 տարեկան, բայց կարող է նա հոգեբանական տարիքով եղել է հենց այդ վարդագույնի մակարդակի վրա, իսկ այն որ ինքը իրեն ծրագիր է տվել, երբեմն թեթևամտորեն, բա ինձ կթաղեք այս դագը։ Մենք ախր ոնց խոսում ենք, հաճախ այդպես էլ ապրում ենք։ Խոսեք այն մասին, ինչ որ կուզենաք, որ կատարվի։ Մի խոսեք այն մասին, ինչ որ չեք ուզի, որ կատարվի։ Այո, ցավոք սրտի դուք մի փոքր անուշադիր եք գտնվել ձեր աղջկա հանդեպ։ Չգիտեմ անկարողությունի համար, չգիտեմ անկարողությունից է եղել, թե ձեր գենետիկական հիշողությունն էլ ձեր բերել է այդ վիճակին։ Ես բոլորին եմ մարդը չեմ, որ այս պահին պետք է ձեզ ինչ որ բան սովորեցնեմ, բայց այս ամեն ինչը մի փոքր նաև օրինաչափ է։ Շատ բաներ կա, որ ես հարևաններից էի լսում, որ ասենք ինքն հարևաններ է։ Հարգելի Տիկին Արուսյակ ջան, ինչու դուք այն ձեռքը չէիք, որ բռնեիք նրան։ Շատ եմ ասել։ Ստոպ Ռոզա, այս բանը մի արա, որպեսզի այսօր մենք ստոպ 30 չտեսնեինք։ Իսկ Ռոզայի papan չկա, ողջ է։ Քաղաքում չգիտեմ։ Չի շփվել երեխան, Ռոզան չի շփվել երբեք հոր հետ։ Մի անգամ հանդիպել 20 տարեկան հասակում, հետո վեճի ապռնակվել ու եկավ տուն շատ Դուք ամուսնացած եք եղել Ռոզայի հոր հետ, թե ինչպես Ռոզայի երեխաները, այնպես էլ Ռոզան է ծնունդ ունեցել։ Այսօր սոցիալական կայքերում դեռևս տեղակայված է իր սոցիալական պրոֆիլը լուսանկարներով եւ ցավոք սրտի երեխաները հնարավորություն ունեն տեսնելու մայրիկին այնտեղ եւ գրառումներ անելու։ Ահա թե ինչ են երեխաները գրում մայրիկի նկարի տակ, նայեք մեր քաղաց ինֆորմացիան։ Երանի մամաս մահացած չլիներ, որ իրար հետ ուրախանայինք։ Մամա ջան, խի մեզ մենակ թողիր։ Քույրիկս գիշերը չի քնում։ Լացում է։ Շատ ենք կարոտել։ Խի տատիկին չլսեցիր։ Գնացիր։ Մամա ջան, մենք էլ չենք կարա ուրախանանք։ Անգելիկը 3 տարի ուրախացավ, իսկ ես 6 տարի։ Իմ սիրուն մամա ջան, ախր քեզ շատ ենք կարոտում։ Մամա ջան, ես քեզ սիրում եմ, շատ եմ կարոտում, իմ սիրուն մամա։ Մեր տաղավարում է արդեն խոսքերի հեղինակը փոքրիկ Էրիկը եւ Պուճուրն էլ ամաչում է կարծես ներս մտնել։ Բարև Էրիկ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչ կգաս այստեղ նստենք իրար հետ։ Չէ, լավ, ես քո մոտ կգամ։ Ահա։ Ինչի ես որոշել մամային նման խոսքեր գրել նկարի տակ։ Կարոտել էիր։ Կարոտեցիր, որոշեցիր մայրիկի նկարի տակ գրել դա։ Ինքնուրույն ես որոշել, թե ինչ որ մեկ քեզ խորհուրդ տվեց։ Տատիկս։ Տատիկն է խորհուրդ տվել։ Իրականում շատ ես մայրիկին կարոտել։ Եթե հնարավորություն ունենայիր հիմա մայրիկին տեսնելու, ինչ էիր ասել։
Կասեի, որ շատ սիրում եմ քեզ ու շատ կարոտել եմ, շատ։ Շատ ես կարոտել մամային։ Իսկ ինչով էիք զբաղվում, մայրիկի հետ հիմնականում ինչ էիք անում։ Խաղում էիք, զրուցում էիք։ Խաղում էինք։ Գիրք էիք կարդում։ Ուր էիք գնում մայրիկի հետ։ Մեկ իսնում էինք, երջանիվ էինք քսում։ Իրար հետ, թե դու էիր քշում, մայրիկը նայում էր։ Ես քշում էի, մամաս նայում էր։ Ես նկարներից նկատեցի, որ նաև դուք լողավազանում էիք հաճախ լինում։ Այդ դու էիր սիրում։ Ինչը։ Լողավազանը։ Թե մաման էր սիրում։ Ես ու մամաս ու Անգելիկը։ Անգելինայի այս հրաշալի զգեստը Ռոզայի ձեռքի աշխատանքն է եւ մայրիկի կարված զգեստով է սիմվոլիկ եկել երեխան այսօր եթե։ Անգելինա, ողջույն։ Բարև։ Ասա բարև ինձ։ Չես ուզում ասել։ Իսկ ինչ ես որոշել դառնալ, երբ մեծանաս։ Բժիշկ։ Բժիշկ ես ուզում դառնալ։ Ինչի։ Դուրդ գալիս է ուղղակի։ Շատ լավ։ Դու ինչ պլաններ ունես։ Մեծանամ ու ոստիկան դառնամ։ Դու էլ ոստիկան ես ուզում դառնալ։ Ինչի։ Որ մարդկանց գողերից ու հանցագործներից փրկեմ։ Շատ գող ու հանցագործ ես հանդիպել։ Չես հանդիպել ու ուզում ես որ որևէ մեկը չհանդիպի։ Որ չլինեն գողեր ու հանցագործներ։ Հա։ Էլ ինչ երազանքներ ու ցանկություններ ունես։ Որ մենք հարուստ լինենք։ Հարուստ լինենք։ Դու պատրաստ ես աշխատելով հարստացնել քո ընտանիքը։ Ոստիկան լինելով։ Դե մնում է մի քիչ սովորես, մեծանաս, որ կարողանաս տատիկի կողքին լինես, օգնես տատիկին եւ հարստանաս։ Փոքրիկ դադար, որից հետո մենք կվերադառնանք կիսավատ լուսամուտների տաղավար, հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում, բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքրում։ Կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնալ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Իսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտների հիմնադրամը օգնում է հարյուրավոր ոչ մի խնդիր, որ երբևէ մեր թողարկումներում անպատասխան եւ հիմա մենք կողք ենք անտարբերություն բողոքելու գործը օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիք, մեկ ճակատագրել, մեկ երեխա, մեկ մոր չկա ավելորդ օգնություն, փոքր նվերներ, կացավորություն միավորում են։ Կատարեք դրամական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Ստոպ 30 դուք դիտում եք կիսաբաց լուսամուտներ, շնորհակալություն, որ մեզ հետ եք հիշեցնում եմ ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Այսօրվա մեր հյուր ընտանիքը եւս բացառություն չէ։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում։ Կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգարեք մեր թեժգից +374 60 50 33 17։ Վերադառնալով տաղավար կցանկանամ մի հանգամանքի վրա ուշադրությունը սևեռել, որ այսօր Անգելինան նախնական զրույցում մեզ ասացիք, որ ձեզ տատիկ չի ասում։ Ձեզ մամա է ասում։ Հիմնականում։
Հիմնականում մաման։ Դուք եք խնդրել, որպեսզի նա ձեզ ասի։ Ինձ ասում է, կարամ քեզ մամա ասեմ, դու ինձ անգելիկնի ասա, Ռոզա ասա։ Որքանով է ճիշտ Մարիամ Տիկինզինա նման խնդրանքի ընթառաջ գնալը երեխայի։ Խնդրեմ Մարիամ։ Այստեղ երեխայի հոգեվիճակում փոխակերպում է եղել, այսինքն մենք տեսանք, որ անգամ այստեղ բերել են Ռոզայի ձեռքի աշխատանք շորով, այսինքն դուք ինքներդ շատ խթանում եք, որ դա տեղի ունենա, բայց իրական դուք իրա տատիկն եք։ Եթե դուք այսօր թույլ տաք, որ մամա եւ Ռոզա հարաբերություններն են, դրանից լավ բան չի ստացվի, Տիկին Արուսյակ։ Դուք ոչ թե ասել չի կարելի, մի ասա այս տոնով, չէ, այլ Անգելիկ ջան, ես քո տատիկն եմ, իսկ դու իմ Անգելինան ես։ Միայն այս ձևով պետք է հարաբերությունները վերսկսել։ Ես ասել եմ իմ քաղցր աղջկա, քաղցր բալիկն ես։ Ես ուրիշ բան, ես թույլ չեմ տա։ Տիկին Արուսյակ, դուք այսօր մի խնդիր ունեք, որով եւ եկել եք կիսաբաց լուսամուտներու։ Ասեմ ձեզ, խոսքը սոցիալական պայմանների մասին չէ։ Խոսքը իրավական հարթության վրա է, որ Տիկին Արուսյակը վախ ունի, որ երեխաները կարող են տեղափոխվել մանկատուն եւ երեխաներին կարող են իր ձեռքից վերցնել։ Նման խոսակցություն կա, նման բան է ձեզ ինչ-որ մեկն ասել, թե դա ներքուստ ձեր վախն է։ Չէ, ասենք թե կողքերից եմ լսել, բայց ցանկություն ես չեմ կարող առանց իրանց ապրել։ Լիլիթ, եթե կարելի է օրինական դաշտում փորձենք հասկանալ, որքանով կարող են վախերը Տիկին Արուսյակի իրողություն դառնալ։ Ես ինձ թույլ եմ տալիս ասել մինչ իրավական մասը անցնելը, ասեմ, որ ես հաճախակի եմ լսում երեխաների մոտ, երբ իրենց ծնողները դաստիարակում են, մենք ուզում ենք հարուստ լինել։ Ցավալիորեն այսօր այդ արտահայտությունը ես նորից լսեցի։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ծնող, չգիտեմ, դա իմ անձնական կարծիքն է, խնդրանք, խորհուրդ, որ իր երեխաներին դաստիարակելուց միայն ասի, որ դուք պետք է շատ լավ սովորեք, լավ մարդ դառնաք, առաջինը լավ մասնագետ դառնաք, եւ դրանից հետո արդեն կյանքը ցույց կտա, ինքը կլինի հարուստ թե աղքատ, դա ընդհանրապես սոցիալական վիճակ է, այսինքն հարուստ լինելը դեռ չի նշանակում լավ մարդ լինել։ Իրավական մասով ասեմ, որ ծնողական խնամքից դուրս մնացած յուրաքանչյուր երեխայի հոգեբարձուների եւ խնամակալության խորհուրդը նշանակում է հոգեբարձու եւ խնամակալ։ Տվյալ դեպքում, եթե դուք դիմեք ձեր համայնքատիրության համապատասխան հանձնաժողովին, խնդրանքով, որ դուք հանդիսանաք ձեր թոռնիկների խնամակալը, տվյալ դեպքում, քանի որ իրենց 14 տարին դեռևս չի հասել, խնամակալ եք հանդիսանալու, այդ դեպքում իրենք կքննարկեն, քանի որ ես արդեն տեղեկացա, որ դուք նաեւ աշխատում եք եւ բավականին առողջ կին եք եւ կարծում եմ, որ այդ դիմումը կընդառաջվի եւ ես խնամակալ կնշանակեմ։ Պարզապես սա իրավական մի գործընթաց է, որ դուք պետք է անեք։ Եթե նման հարցում դուք այս պահին խնդիր ունեք եւ չգիտեք թե ինչպես այդ գործընթացը սկսել եւ ավարտին հասցնել, ես ձեզ կարող եմ ասել, որ դուք կարող եք օգտվել Լիբանան միջազգային իրավաբանական ընկերության ծառայություններից, այդ ծառայությունը ձեզ կմատուցվի անվճար, քանի որ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ է այդ ծրագիրը իրականացվում եւ դուք, քանի որ այսօր գտնվում եք կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարում որպես հերոսներ, կարող եք օգտվել այդ ծրագրից եւ մենք անմիջապես ձեզ կցուցաբերենք այդ աջակցությունը եւ դուք որպես խնամակալ կնշանակվեք ձեր թոռնիկներին, քանի որ տվյալ դեպքում երեխաները ծնողական խնամքից դուրս են մնացել, օրինական ամուսնություն չկա, հայտնի չի հայրը ով է, իսկ մայրը մահացած է, միակ հարազատը դա տատն է եւ լիարժեք լիովին իրավունքներ ունի խնամակալ հանդիսանալու իր թոռներին։ Շնորհակալ եմ, կարծում եմ Տիկին Արուսյակի դեպքում, ինչպես ասում են, սրտին հանգստություն եւ մնացած օրինական գործընթացը, ինչպես եւ բարձրաձայնվեց, խնդրում եմ հավուր պատշաճի կազմակերպել։ Սիրանուշ, լսում եմ ձեզ։ Ես չէ որ պետք է դատեմ Ռոզայի անցյալ կյանքը, բայց ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ 6 տարիների ընթացքում կարողացել է երեխաներին սիրով ապահովել եւ անտարբեր մայր չի եղել։ Եվ շատ ցավում եմ, չգիտեմ, Տիկին Արուսյակ, միամտություն ասեմ, թե անտարբերություն, բայց ցավում եմ ձեր եւ ձեր աղջկա հարաբերությունների համար, որովհետեւ ինչ որ մի տեղում դուք թերացել եք։ Ամեն դեպքում ես բրավո եմ ասում Ռոզային, որ իր երեխաների մեջ սեր ներմուծել է։
Նարեկ։ Ես չեմ ուզում անդրադառնալ շատ այս ամեն ինչ որ լսեցի, որովհետև միգուցե քննադատական խոսքեր ասեմ ու ավելորդ անգամ աղցանան վերքի վրա, ոնց որ ասում են։ Մեկը ոչ մի բան հետ չենք բերելու։ Ես հիմա որ ամբողջ հաղորդման ընթացքում մտածում եմ, իսկ ինչա պետք անել, որպեսզի նման դեպքեր չլինեն։ Մենք հիմա այստեղ ինչքան է խոսանք, երիտասարդները երբ որ ուզենան գնան խնջույքների, վեր են կանալու, գիշերվա որ ժամին է լինի գնան։ Ինչ է այս դեպքը եղել։ Եկեք հիմքը նայենք, ինչի է եղել այս դեպքը, թե վարորդը խմած է եղել։ Մենք չենք խոսում ընդհանրապես ինչի է այս ամեն ինչը տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ երբեմն մենք վարորդներով բողոքում ենք խստությունից ճանապարհային ոստիկանության եւ այլն։ Ես երբեք անկեղծ եմ ասում։ Ես եղել եմ որ բողոքել եմ, բայց հիմա լսելով այս դեպքը ես ուզում եմ որ յուրաքանչյուր վարորդ ես էլ այդ իրանց մեջ, հա, ինձ էլ եմ ներառում, վախենանք ուղղակի, ահա որ վախենանք գինովցած նստել ղեկին։ Շատ վախենանք։ Հասկանանք որ եթե նստենք կարող է մեր այդ ահավոր բաներ տեղի ունեն, որովհետեւ իրականում այդ նույն տղան 4-ն էլ կարող էին այսօր չլինել, հա։ Շատ ցավալի է, որ թեկուզ մեկը չկա այսօր իրանցից։ Ինձ թվում է պետք է այդ խնդրի վրա ուշադրություն դարձնել, որովհետև այս առաջին դեպքը չի, որ ես լսում եմ արդեն ցավոք սրտի, որ երիտասարդներ վեր են կացել, գնացել են ինչ-որ խնջույքի ու վթարատեղի ունեցել ու զոհեր շատ են եղել, նմանատիպ զոհեր շատ են եղել։ Իմ կարծիքով միակ բանը, որ մենք կարող ենք առաջարկել, որպեսզի գոնե կրճատվեն, հա, առհասարակ չլինելու մասին չեմ խոսում, գոնե կրճատվեն նման դեպքերը, պետք է այնպիսի, չգիտեմ, խիստ միջոցներ կիրառեն, որ ուղղակի վախենան վարորդները գինովցած նստեն ղեկին։ Ես վախերի թեման կուզեմ շարունակել Տիկին Հարուսյակ, բայց ճիշտ հակառակ դիտարկումով։ Ես չեմ ուզում, որ տարիներ անց, երբ մենք հնարավորություն ունենանք հանդիպելու փոքրիկի կյանքում Անգելինայի, դուք եւս որոշակի թերացումներ ունենաք այն առումով, որ ասեք չգիտեի, տեղյակ չէի, ժամանակ չունեի։ Այսօր իրավական դաշտում հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի երեխաներից որևէ մեկը ձեր խնամքից դուրս չգա։ Բայց չեմ ուզում մի բան լինի եւս, որ ինչպես դուք այսօր ծրագիրը սկսեցիք, որ դուք տեղյակ չէիք, թե ինչ էր կատարվում շատ դեպքերում Ռոզայի կյանքում, նույնը տեղի չունենա Անգելինայի կյանքում։ Սա նաև ձեր սխալների ուղումը պիտի լինի։ Ռոզայի պատմությունը ուրիշ է, ուղղակի ես 3 տարի անընդմեջ եղել եմ հիվանդանոցում։ Հիմա տղայիս հետ, հիմա մենակ ա եղել տանը։ Տիկին Արուսյակ, հիմա կարիք չկա բացարձակ արդարանալու, հանգամանքներով են պայմանավորված մեր բոլոր գործողություններն, այո։ Ես ուզում եմ օգտվելով առիթից, չգիտեմ ով իմ հետ կհամաձայնվի, ով ոչ, բայց ես այստեղից հանգիստ չեմ գնա, եթե չասեմ։ Խնդրում եմ, եթե մենք չգիտենք ով է երեխաների հայրը, բայց թերևս ինքը գիտի, որ ինքը այս երեխաների հայրն է, որpիսի իր հետագա կյանքում նույնպես չլինեն բազում դժբախտություններ, որը նույնպես օրինաչափ է։ Եթե նա տեղյակ է, որ այս երեխաները իրենն են, գոնե շաբաթը մեկ անգամ հիշի իր երեխաներին, որpիսի դրանից հետո կարողանա դաստիարակել այն երեխաներին, որը իր ընտանիքի մեջ է։ Իսկ եթե դուք գիտեք, Տիկին Ռոզա, դուք էլ նրան հորդորեք։ Երեխաներին պետք է սեր, ծնողի սերը, իսկ հայրը կա, ես համոզված եմ։ Եթե գիտեք, ուրեմն փորձեք նրան նույնպես դարձի բերել։ Երեխան պետք է ունենա այդ հայրը, եթե արդեն չունի մայրը։ Խնդրում եմ, եթե նա լսում է, եթե նա կլինի էկրանի մոտ, եթե նրան կհաղորդեն իր ընկերները, հիշեք, որ այս երեխաների երակներում ձեր այրունն է հոսում։ Շնորհակալություն Տիկին Զինա, բայց այնուամենայնիվ հիմա մենք երկար ու տարբեր տարբերակներ կարող ենք առաջարկել, գուցե Ռոզայի խնդրանքն ընդամենը որոշակի տղամարդուն եղել է երեխա պարգևել, որ առանց որևէ հայրական պարտականության։ Բայց այսօր Ռոզան չկա, դա է խնդիրը։ Հանգամանքներն են փոխվել։ Ուրեմն ես մի ավելացում անեմ, Տիկին Արուսյակ ջան, խնդրում եմ, որպեսզի երեխաների ձեր թորնիկները դառնան ոստիկան եւ բժիշկ, ձեր խնամակալությամբ, բայց ուրիշ միջավայրում, այսինքն նկատի ունեմ մանկատան, ինչ-որ տարբեր բնակավարներ գոյություն ունեն, որ երեխաները ազատամիտ ձևով կմեծանան, ձեր խնամակալությամբ, թող դրսում իրանց մանկությունը առանց ցավի, առանց բանի, մի քիչ էլ մոռանալով մեծանան, նորից եմ կրկնում ձեր խնամակալությամբ, որպեսզի իրանց իղձեր իրականություն դառնան։ Դա ես զգում եմ, ես ձեզ միանշանակ ասում եմ, թողեք այդ երկրորդ պլանը, որ գնա դեպի
այլ օջախ, կրթական օջախ։ Այդքանը կասեմ։ Ձեզ առողջություն եմ մաղթում Տիկին Հարուսյակ եւ իհարկե ուժ, որպեսզի կարողանաք շարունակել պայքարը եւս մեկ անգամ մեր բոլորի անունից ընդունեք խորը ցավակցական խոսքերը։ Հարգելի հեռուստադիտող, եթե դուք էլ ցանկություն ունեք կանգնելու այս ընտանիքի կողքը մի փոքր հոգսը թեթևացնելու համար, մենք սպասում ենք նաեւ ձեր արձագանքին 060 50 33 17։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։